Աշխարհի ընկալումը մարդկանց եւ կյանքի իմաստի վերաբերյալ մի տեսակ անաստվածացավ եւ շատ շուտ մարդիկ հասկացան, որ աշխարհը Աստծո իմաստ է իրանից կտրելով, նաեւ կտրում է բարոյականությունը եւ շատ հեղինակներ, շատ փիլիսոփաներ սկսեցին խոսել մարդու ազատության մասին, այսինքն մարդու կատարյալ ինքնատիրապետման մասին, հա, այսինքն որ մարդը պիտի լինի բարոյական ոչ թե նրա համար, որովհետև ինքը վարձ է ստանալու դրա համար, այլ կամ պատժվելու է, այլ նրա համար, որովհետև այդպես կարող է մարդը միայն ապրել եւ ի տարբերություն միջնադարի, հա, այսպես ասած, Աստված դուրս եկավ մարդու կյանքի կենտրոնից եւ ընդհանրապես կյանքի կենտրոնից եւ այս կենտրոնում դրվեց հենց մարդը մարդը դարձավ ինքնանպատակ մի տեսակ, մարդու գոյությունը հենց ինքը մարդն էր եւ շատ տարբեր հեղինակներ, տարբեր ուղղություններով սկսեցին զարգացնել այս գաղափարը, դրանցից մեծ դեր հայտնիություն ունեցող Ջեյմս Ջոյսը խոսեց իրերի մասին, որոնք իրենք իսկ հենց գոյություններն են, այսինքն գաղափարական դաշտը մարդու ավելին լինելու, քան ինքը կա այս պատկերացումը, ընկալումը, որը գալիս էր քրիստոնեական աստվածաբանությունից, քրիստոնեական մտածելակերպից եւ դրանով իսկ հիմնավորվում էր մարդու բարոյական կենցաղային ընդհանրապես գործողությունները, սա մղվեց հետին պլան եւ մարդը դիտարկվեց որպես այդպիսին ինքնուրույն, ինքը իր գործերի համար պատասխանատու եւ մի տեսակ մարդը շատ բարձրացվեց վերև եւ սա իհարկե գալիս է Նիցշեի փիլիսոփայության գեր մարդու այս գաղափարից, որը տարբեր ուղղություններով հետո եկան էգզիստենցիալիստները, Ժան-Պոլ Սարտրը, Ալբերտ Քամյուն եւ նրանք էլի անաստվածության այս գաղափարն էին իրենց մեջ կրում, խոսելով մարդու գոյութենաբանական կարևորությունների մասին եւ ասելով, որ մարդը միայն եւ միայն ինքնակազմակերպվելով կարող է հաղթահարել այն բունտը, այն խնդիրը, որը դրվում է աշխարհի կողմից մարդու առաջ։ Եվ ընդհանրապես Աստծո գաղափարը, Աստված եւ մարդ հարաբերությունները մի տեսակ դարձան միֆական, վերացական, այսինքն կենթանի կերպով Աստված այլևս մարդկանց կողմից չէր ընկալվում։ Բայց իհարկե 20-րդ դարի գրականության մեջ կային նաև շատ լուսավոր մարդիկ, որոնցից մեկը Թոմաս Էլիոտն էր, եւ որի գաղափարը ըստ էության ժամանակակից քրիստոնյայի համար ու ժամանակակից այս գաղափարների դեմ կողմնորոշվել փորձող մարդու համար կարևոր գաղափարներից էր, ուրեմն ինչ է ասում ընդհանրապես քրիստոնեությունը եւ Թոմաս Էլիոտը իր ամուլ հողը, հա, կամ անպտուղ հողը ստեղծագործության մեջ լայնորեն սրան անդրադառնում է, տեսեք, մարդը ինքը դատարկ անոթ է եւ մարդուն մարդ լինելու համար պետք է լցվել մի բանով, որը վեր է, քան ինքը մարդը։ Եվ տեսեք, եթե մենք մի բա այս ամբողջ ժամանակաշրջանը, որի մասին մենք խոսեցինք, եթե մենք դիտարկենք, սկզբում հեթանոսական շրջանը առաջարկում էր մի տեսակ պանթեիստական մոտեցում, մարդուն լցվել իր շրջակա աշխարհով, բնությամբ լցվել եւ ըստ էության հասարակությունը, բնությունը, լեռները, սարերը եւ այլն դարձնել իր մի մասը, այսինքն մարդը ձգտում էր բնության հետ կատարյալ հարմոնիայի եւ բնության մի մասը դառնալուն։ Հետագա շրջանը առաջարկում էր մարդուն լցվել, մերժել նախ եւ առաջ իր շրջապատող աշխարհը եւ ապրել ապագայի մասին տեսիլքով, այսինքն հավիտենականության ձգտումով եւ այլն։ Ժամանակակից, այսինքն լուսավորականությունից հետո մինչև 20-րդ դարի կեսերը մոտավորապես տիրապետող գաղափարը մարդու ինքնաբավարարման եւ
ինքն իրենով լցրելու եւ այլ իրենից բարձր որևէ գոյություն չճանաչելու այս փիլիսոփայություններ, որը ցավոք սրտի մինչև օրս շարունակվում է աշխարհիկ միջավայրում եւ հասարակության մեջ լայնորեն իր տեղ ունենալ եւ ընդհանրապես մարդու գովերքումը, մարդկային հույզերի, էմոցիաների, նպատակների արդարացումը հենց գալիս է այս գաղափարից։ Ուրեմն ինչի է պետք հասկանալ, ինչու է ամեն ինչը պետք հասկանալու համար, թե ինչ է աղոթքը մարդու համար, որովհետև աղոթքը տրված մարդուն Աստծո մեկնած ձեռքն է մարդուն, հնարավորություն, որպեսզի մարդը կարողանա լցնել իր էությունը, իր գոյությունը իմաստավորել իրանից բարձր էությամբ, այսինքն մարդը բռնում է աստվածացման ճանապարհը եւ մարդու կյանքի իմաստը, որը այս ողբերգությունների մեջ եւ այլն կորցված էր համարվում, սրանով իսկ կարողանում է ավելին դառնալ, քան մարդը, եւ սրանով է Աստծո քայլը առ մարդ աղոթքը, որովհետեւ աղոթքի պահին ու աղոթքի ժամին է, որ մենք մեզնից բարձր բանի մասին ենք մտածում, մի բան, որին մենք պիտի հասնենք, եւ ինչն է հետաքրքիր, որ յուրաքանչյուր դատարկություն անպայման լցվում է, եւ այս դատարկությունը շատ ժամանակ մեր աշխարհը լցնում է քաղաքականությամբ, մեդիայով, տարբեր զվարճանքներով եւ այլն, որոնք իրենց բնությամբ ավելի ցածր են, քան մարդը, որովհետեւ մարդը Աստծո պատկերն ու նմանությունն է կրում իր մեջ։ Ուրեմն Աստծո ներկայությունը մեր կյանքում եւ Աստծո կողմից մեր կյանքի իմաստավորումը հենց այս կարևոր գաղափարը ունի իր մեջ, որ Աստված մեզ իմաստ է տալիս, Աստված արդարացնում է մեր գոյությունը եւ նպատակ է տալիս մեր գոյությանը։ Հակառակ դեպքում, երբ որ մենք հանում ենք Աստծուն այս ամեն ինչի մեջ, բարոյականությունը դառնում է ինքնանպատակ։ Կյանքը ըստ էության դառնում է ինքնանպատակ եւ Ալբերտ Քամյուն, որը աթեիստական էգզիստենցիալիզմի հեղինակներից մեկն է, չնայած ինքը իրեն էգզիստենցիալիստ չէր համարում, բայց ամեն դեպքում գրականագիտությունը, փիլիսոփայությունը ընկալում է իրեն այսպես, կյանքի 3 ձև են ընդունում, եթե չկա Աստված, եթե իմաստավորումը կյանքի չի տալիս Աստված։ Առաջինը ֆիզիկական ինքնասպանությունը, երկրորդը փիլիսոփայական ինքնասպանությունը եւ երրորդը պայքարը այս կյանքի абսուրդի դեմ։ Այսինքն, եթե դուք տեսնում եք, դատարկվում է ընդհանրապես մարդու գոյությունը, մարդու կյանքը եւ մարդուն առաջարկում է ուղղակի ինքնաոչնչանալ։ Եվ ես առումով համաձայն եմ Ալբերտ Քամյուի հետ, որ առանց Աստծո մարդուն այլ բան չի մնում, քան ինքնաոչնչանալ, որովհետեւ եթե դու ես միակ գոյությունը, որը եւ դու ես այն բարձրագույն կետը, որը կարող է լինել, առհասարակ գոյություն ունենալ, ուրեմն քո գոյությունը ըստ էության իմաստ չունի։ Եվ եթե դու պրոգրես ապրող, զարգացող էակ ես, այսինքն նաև հնարավորություն ունես քո սխալները ուղղելու, քո սխալները շտկելու եւ այս սխալների ինքնագիտակցումը լինում է միայն եւ միայն աղոթքի մեջ։ Եվ իզուր չէ, որ առաքյալները մեր Տեր Հիսուս Քրիստոսին խնդրեցին իրենց աղոթել սովորեցնել։ Եվ ինչ էր սա նշանակում, որ Աստված առաջարկում է լցնել իրենց էությունը աստվածայինով, հենց առաջի երկու բառով հայր մեր, այսինքն հարազատությունը ցույց տալով Աստծո հետ։ Եվ իհարկե աղոթքի ու ընդհանրապես Աստված-մարդ հարաբերությունների ու Աստծո մարդկանց կյանքում ներգործության ամենակարևոր հատվածը լեռան քարոզն է Հիսուս Քրիստոսի կողմից տրված եւ երանիները, որտեղ Քրիստոս ասում է երանի հոգով աղքատներին, այսինքն երանի այն մարդկանց, ովքեր ուզում են իրենցից բարձր մի բանով լցնել իրենց, այսինքն իրենք հասկանում են, որ իրենք իրենց գոյությամբ, իրենք իրենց էությամբ աղքատացած են, աղքատ են, այսինքն դատարկ են որպես այդպիսին եւ փնտրում են աստվածային ճշմարտությունը ու փորձում են Աստծով լցնել իրենց էությունը։
Եվ սա մարդկանց լայն հասարակությանը հասցնելու համար, սիրելիներ, իհարկե շատ ջանք է, շատ մեծ ջանք է պետք, որովհետև գաղափարական առումով մարդը միշտ ձգտում է ավելի հեշտ մարսելի եւ իր համար ավելի կարճ ճանապարհներին, որը սեփական բնազդային էությունը, բնությունը արդարացնելու, սեփական անձը գերակա համարելու այս մարդկային սովորության մեջ է գնում։ Եվ գիտեք, մեր կենցաղում շատ երևույթներ եւ մեր շատ գործողություններ հենց բխում են սրանից, որ մենք մեր առջև փակում ենք հնարավորությունը ավելի լավը դառնալու։ Եվ տիրապետող գաղափարը, տեսեք ինչն է, որ մարդուն օրինակ պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին որ ինքը կա, բայց քրիստոնեական ընկալումը այն է, որ մենք սիրում ենք մարդուն, այնպիսին, ինչպիսին մարդը կարող է լինել։ Այսինքն շեշտադրումը հավիտենականության եւ ժամանակակից կյանքի միաձուլման մեջ է։ Ու դրա համար քրիստոնեությունը չի տեսնում կյանքի ընդհատում մարդու մարմնի մահից հետո, այլ կյանքի շարունակականություն։ Ուրեմն այս կյանքը եւ հանդերձյալ կյանքը դրանք մի ամբողջություն են իրանց մեջ եւ աղոթքը այս երկուսի իմաստավորումն է, որովհետեւ աղոթելիս մենք հայտնվում ենք խորհրդաբանական մի իրավիճակում, որտեղ սահմանին ենք լինում մարմնական կյանքի եւ անդրշիրիմյան կյանքի հավիտենականության մեջ եւ իզուր չէ որ համատես ավետարանները Գեթսեմանի այգում Հիսուս Քրիստոսի աղոթքին մեծ դեր են տալիս հայր հեռացրու ինձնից այս բաժակը բայց թող քո կամքը լինի ոչ թե իմ այսինքն այստեղ Քրիստոս ցույց է տալիս թե աղոթքի ժամանակ մարդը ինչ իրավիճակում է գտնվում աստվածայինով իրեն լցնելու եւ ավետարանում հաճախ կտեսնեք այդ բայերը երբ որ Քրիստոս առաքյալին ասում է հետևս գնա սատանա որովհետեւ դու չէ որ դա ասում ես այսինքն այն բոլոր պահերին երբ որ մենք Աստծո կամքը չենք փնտրում աղոթական մեր վիճակի մեջ մենք դառնում ենք էգոիստ կենթանիներ այսինքն որոնց գոյության ամբողջ իմաստը սահմանափակվում է իրենց կենցաղով, իրենց առօրականությամբ, իրենց ձգտումներով։ Ուրեմն սիրելիներ, գալով հենց մեր օրեր, 2024 թվականն է հիմա, դեկտեմբեր ամիսը, գալով հենց մեր օրեր, մենք կարող ենք այս բոլոր գաղափարները մեր շուրջը տեսնել եւ տեսնել ոչ թե զուտ գաղափարական ձևով, այլ կենցաղային որոշումների մեջ։ Տեսեք, մենք շուտով պիտի գա նոր տարին եւ նոր տարվա տոնը եւ ինչի վրա է մարդը իր շեշտը դնում։ Ըստ էության, եթե մի կողմ դնենք, այդ պատմական բոլոր փաստերը նոր տարվա վերաբերյալ տոմարական հաշվարկները, որոնց հուսով եմ ինչ որ մի ժամանակ հնարավորություն կլինի անդրադառնալու, տեսեք նոր տարին ըստ էության նորոգվելու պարզ տրամաբանություն ունի, նոր տարի, նոր գործողություններ եւ այլն նորոգման ինչ որ տրամաբանություն ունի, բայց ինչ ենք մենք անում հատկապես ԱՊՀ երկրներում, հետխորհրդային երկրներում նոր տարին որկորի եւ սեփական անձի մաքսիմալ կոմֆորտ տալու, հարմարավետություն տալու մի տոն է դիտարկվում եւ անգամ հասարակական հարաբերություններն ու կապերը մեր բարեկամների, հարազատների, ընկերների հետ մի տեսակ ոչ թե հոգեվոր կապ են դառնում, այլ պարտադրված կապ են դառնում։ Եվ այս ընկալումները ընդհանրապես տեսեք ինչով են իրենք կարևոր, որ մեր բոլոր հասարակական, քաղաքական գործիչները ըստ էության, երբ որ շարադրում են իրենց նպատակները եւ ընդունելություն են գտնում մեր հասարակության կողմից, իրենք օգտագործում են մարդկանց այս քնած ենթագիտակցական գաղափարները, որոնք ցավոք սրտի ոչ թե ավելի լավը դառնալու աղոթական կյանքի միջոցով, այլ մնալու մարդկային բնազդական վիճակի մեջ, այս սրա մասին են խոսում, որովհետև ամենահետաքրքրությամբ մարդիկ լսում են այն բոլոր գործիչներին, ովքեր խոսում են տնտեսական վիճակի բարելավման մասին։ Եվ տեսեք, այստեղ խնդիրը ոչ թե նա է, որ եկեղեցին կամ
քրիստոնեությունը կամ անձամբ ես դեմ ենք լավ տնտեսությանը կամ չենք ուզում որպեսզի լավ տնտեսություն լինի, բայց երբ որ սա մանիպուլացնում է մարդու գոյության եւ կյանքի իմաստն ու նպատակը, այսինքն երբ որ հայտարարվում է, որ մարդու գոյության նպատակը ըստ էության միայն կենցաղն է, սա արդեն կտրում է մարդու հնարավորությունը եւ լավ կենցաղի եւ հոգեվոր կյանքի։ Ուրեմն աղոթքը մարդու փրկության, Աստծո փրկության համար Աստծո կողմից տրված նվերն է, որովհետեւ վերջի վերջո ես բազմիցս եմ դա ասել եւ դուք էլ շատ լավ դա գիտեք, որ Աստված մարդացավ, քանի որ նաեւ Սուրբ Ծնունդն է էսել լինելու, հիշենք մեկ անգամ եւս, Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա, մարդ ավելին դառնա եւ ավելին կարող է մարդ դառնալ միայն աստվածայինով ինքն իրեն լցնելով։ Եվ ինչ է նշանակում աստվածայինով ինքն իրեն լցնել մեր կենցաղում, մեր ժամանակի մեջ։ Դա չի նշանակում մնալ սոված, չի նշանակում մնալ մերկ, այլ նշանակում է, որ կարողանալ բավարարվել սոված չմնալով, կուշտ ուտելով, հագնվելով եւ քո կյանքը չիմաստավորել այնպիսի իրերով, որոնք իրականում քեզ ոչ մի առավելություն չեն տալի, ոչ մի բան չեն տալիս։ Եվ այդ իրերն են տարբեր մոդայիկ հագուստները, տարբեր գadgetները, չգիտեմ, ճոխ բրենդային ինչ որ մեքենաներ կլինեն, սա կլինի, նա կլինի, նա կլինի։ Եվ այն ամեն բոլոր շնորհները, որ Տերը քեզ տալիս է ավելցուկով, տալ այն մարդկանց, ովքեր դրա կարիք ունեն։ Այսինքն այն մարդկանց, ովքեր հացի խնդիր ունեն, ունեն։ Եվ սա կենցաղում Աստծո ներկայությամբ կարևորագույն ապրումն է, որ հիմա իհարկե պակասում է մեզ։ Եվ հասարակությունը ծափահարում է օրինակ այն միլիարդատերերին, ովքեր ինչ որ բարեգործություն են անում, այս են անում, այն են անում, չնայած նրան, որ այդ մարդկանց մեծամասնությունը չի հրաժարվում, որպեսզի իրենց հարկերից կրճատվեն այդ ամեն ինչը, եւ վերջի վերջո ոչ մեկ չգիտի, թե արդյոք այդ բարեգործությունը, որ անում է մարդը, այն ամենն էր, ինչ ինքը կարող էր անել, թե սա ընդամենը մի փոքրիկ մասն էր, որ մարդը տվեց իրեն։ Եվ այստեղ մենք այրի կնոջ երկու լումայի կարևոր առակին ենք նաև գալիս, տեսեք, երբ որ մենք հասկանում ենք ընդհանուր տրամաբանությունը, մարդու գոյության իմաստի կարևորությունը նոր կտակարանում, մենք կարողանում ենք հասկանալ նաև Հիսուս Քրիստոսի կողմից պատմված առակների տրամաբանական շարքը մարդու կյանքի տարբեր իրավիճակներում եւ նյութի հանդեպ մարդու վերաբերմունքը եւ սեփական կյանքի հանդեպ մարդու վերաբերմունքը եւ մարդ Աստված հարաբերությունները այս ամբողջ կոնտեքստում ամբողջանում են աղոթքի կարևոր գաղափարի մեջ, որովհետեւ հայր մեր աղոթքը, որ Աստված սովորեցրեց մեզ եւ որի նմանողությամբ հազարավոր աղոթքներ են գրվել նաեւ Սուրբ Հայրերի կողմից, սա մի ամփոփ ներկայացում է, թե ինչպես մարդ պիտի ապրի եւ ինչպես մարդը կարող է աստվածանալու ճանապարհը բռնել եւ աստվածանալու ճանապարհին հաջողել։ Ուրեմն սիրելիներ, ես մտածում եմ, որ այս մեր զրույցը կարելի է վերնագրել Երանի հոգով աղքատներին ու հասկանալ, որ ժամանակակից աշխարհում, երբ թվում է, որ քրիստոնյա լինելու եւ Աստծո հետ կյանքը ապրելու իմաստ չկա, իրականում այդ իմաստը կա եւ այդ իմաստը ավելին լինելն է, քան մենք այս պահին կանք։ Սիրով կսպասեմ ձեր հարցերին, ըստ էության մեկնաբանություններում կամ այլ հարթակներում։ Շնորհակալություն։